Էստոնիան այս տարի դեսպանություն կբացի Երևանում, հայտարարել է երկրի արտգործնախարար Մարգուս Ցախքնան։ Նա նաև տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում չնախատեսված հանդիպման մասին։ Բրյուսելը մարդկանց միավորելու յուրահատկություն ունի։ Չծրագրված հանդիպում ունեցա իմ սիրելի ընկեր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Եթե ոչ որևէ այլ վայրում, ապա այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ մենք կրկին կհանդիպենք, գրել է նա X հարթակում։ Արարատ Միրզոյանը պատասխանել է գրառմանը, նշելով, որ ցանկացած հանդիպման ժամանակ լինում է Հայաստան-Էստոնիա գործընկերությունն առաջ մղելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմա։ Անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում, այդ թվում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ, հավելել է Միրզոյանը։ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը 10-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, հաշվի առնելով Եվրամիության վերափոխումը ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկի եւ Ռուսաստանի հետ առճակատման ուղղված նրա ռազմավարական կուրսը, Հայաստանի հետաքրքրությունն անդամակցելու այս կազմակերպությանը չի կարող մտահոգություն չառաջացնել։ Մասլեննիկովի խոսքով Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ գիտակցում է հնարավոր բացասական հետևանքները։ Պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ ռուսական կողմը հարգում է այլ երկրների ինքնիշխան իրավունքը մասնակցելու ինտեգրացիոն միավորումներին եւ նրանց ցանկությունը ստանալու լրացուցիչ հնարավորություններ տնտեսական զարգացման եւ բնակչության բարեկեցության բարելավման համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ հարվածներ չհասցնել Ուկրաինայի քաղաքներին։ Այնտեղ չափազանց ցուրտ է, ռեկորդային ցուրտ, եւ ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չհարվածել Կիևին եւ ուկրաինական մյուս քաղաքներին, եւ նա համաձայնել է։ Պետք է ասեմ, որ դա շատ հաճելի էր, ասել է Թրամփը կաբինետի նիստի ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին եղանակային ծայրահեղ պայմաններում Ուկրաինային անվտանգության հնարավորություն տալու համար։ Տարվա սկզբից Ռուսաստանն ինտենսիվ հարվածներ էր հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Հարվածների նոր ալիքը համընկել է ուժեղ սառնամանիքների հետ։ Կիևում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության եւ ջեռուցման։ Կիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես հեռանալ մայրաքաղաքից։ Առաջիկա օրերին Կիևում սպասվում է մինչև -25 աստիճան ցուրտ։ Իր հերթին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ անցյալ շաբաթ Աբու Դաբիում կայացած բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Նրա խոսքով տարածքների հարցի քննարկումներում դրական զարգացումներ կան։ Գրեթե ավարտվել է աշխատանքն անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի եւ Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնման ծրագրի շուրջ։ Աբու Դաբիում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Եվրամիության որոշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու մասին։ Մի քանի երկիր ներկայում փորձում են կանխել տարածաշրջանում լայնածավալ պատերազմը եւ այդ երկրներից ոչ մեկը եվրոպական չէ։ Փոխարենը Եվրոպան զբաղված է կրակը բորբոքելով։ Մեր զինված ուժերն այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելով այն կատարում է ռազմավարական եւս մեկ խոշոր սխալ, հայտարարել է Արաղչին։ Նրա խոսքով Եվրամիության ներկայ Այս դիրքորոշումը մեծապես վնաս է հասցնում իր սեփական շահերին, հաշվի առնելով, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմից կտուժի նաև Եվրոպան, այդ թվում էներգակիրների գների աճի հետևանքներից։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հունվարի 29-ին տեղեկացրել էր ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու ԵՄ որոշման մասին։ Բացի այդ, Եվրամիության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար։ Նաև երկարաձգվել է անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների մշակման համար օգտագործվող բաղադրիչների եւ տեխնոլոգիաների Իրան արտահանման, մատակարարման եւ վաճառքի արգելքը։ Զուգահեռ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ծրագրում է խոսել Իրանի հետ։ Մեր շատ հզոր նավերն այս պահին նավարկում են դեպի Իրան եւ հրաշալի կլիներ, եթե ստիպված չլինեինք օգտագործել դրանք, ասել է նա։ Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր ցամաքային կամ օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ եւ շեշտել, որ հարկավոր է զերծ մնալ Իրանի շուրջ անկայունություն հարուցող քայլերից եւ հռետորաբանությունից։ Բայրամովը հավելել է, որ առկա հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան դիվանագիտական երկխոսության միջոցով։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ են վաճառում Կուբային։ Բացի այդ, լրացուցիչ մաքսատուրքեր կարող են սահմանվել Կուբայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Թրամփի հրամանագրի համաձայն Կուբան ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, ուստի ազգային արտակարգ դրություն է հայտարարվում կապված Կուբայի հետ։ Պաշտոնական հավանան դատապարտել է ԱՄՆ-ի նոր սահմանափակումները։ Կուբայի արտգործնախարարի խոսքով Վաշինգտոնը դիմում է շանտաժի եւ հարկադրանքի, փորձելով ստիպել այլ պետություններին միանալ Կուբայի շրջափակմանը։ Նա այս միջոցներն անվանել է ազատ առևտրի բոլոր սկզբունքների խախտում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։